Նայեք, ինչքան գիշկա ինձ է հանդիպում, ուրեմն այս հիվանդը միլիոն տարի առաջ իմ ընկերների ցուցակում էր, այս ցիլոն կպցնում էր գլխին ու վիդեոներ էր անում, ապուշ, էդ ինչեր էր խոսում, հիվանդ, լրիվ հիվանդ է, իսկականից սա նորմալ չի, սա իսկականից խելքի հետ պրոբլեմ ունի, ուրեմն խոսում, վիդեոներում ու ամեն րոպե ինձ նամակ էր գրում, իմ կարծիքն էր հարցնում, սենց ճիշտ եմ անում, անենց ճիշտ եմ անում, սիգարը բռնում էր ձեռը, իրան լրիվ կրյոսնի աճեց էր զգում։ Ու խոսում ապուշություններ, այնքան էր խոսում գլուխս տանում էր, հա կպնում էր, հա էսնենց, հա խոսացնում էր, էլի հասկանում էի, որ հա խոսացնում է հիմարության ձևով, հա կպնում է խոսում է։ Սկզբից դե ոնց որ միշտ նենց էլի մի թեթև պատասխանում էի, որ իրան վատ չզգա, բայց սա չէր հանգստանում, իրա հոլովակները անելուց ինձ ամեն րոպե ատմիջած էր անում, ինչ 5 րոպեն մեկ հոլովակ էր դնում ու ինձ ատմիջած էր անում ու ինձ գրում էր իմ կարծիքներ, իբր թե հարցնում, բայց իր արևին խոսացնում է, էլի տափակ ձևի։ Ոչմ կյանքս կերավ այն աստիճանի, որ արդեն էլ չէի պատասխանում։ Մեղքս գալիս էր, ասում էի մարդ հա խոսում է, լավ հիմա տենց լրիվ չջնջեմ, բայց անհնարին էր արդեն, էլ չէի դիմանում, հանեցի շպրտեցի։ Վայ, դրանից հետո երև մի 15 տարի անցել է, ժողովուրդ հիվանդ է սա, լրիվ խփնվել է վրես, այս մի 15 տարի է ինքը ինձ հետա պնդում է մի ուրիշ ձև։ Դուք չեք պատկերացնում ինչ աստիճանի տրավլա է բացել իմ վրա, որտեղ ինչեր ա գրում, հիմա ես ձեզ ցույց տամ իրա գրածը իմ մասին, հետո սա երևի տաքսիստ է աշխատում Ամերիկայում, որտեղ օրը մեջ պոստ ա գրում իմ մասին ու ասում ա, թե իրա մարդու հետ եկել ա նստել ա իմ տաքսին, կյանքում ոչ ես եմ եղել Ամերիկայում, ոչ ամուսինս, երբեք չենք եղել, տեղեկություն չունենք իրանից ու իրա տաքսիից, բայց ամբողջ օրը ինքը գրում ա իմ մասին, հիմա նայեք իմ նկարս դրել ա, հələ մի հատ նայեք ինչ ա գրել, դուք ուղղակի մի հատ կարդացեք, սա անգամ կարդալ հնարավոր չի, ես անգամ չեմ կարողանա սա կարդամ ձեր համար, ես ձեզ խնդրում եմ, դուք այս հիվանդի գրածը իմ մասին կարդացեք, քանի հայ աղջկա էս, որ սրա գրած բառը, քո մոր պրոֆեսիան ինձ մի կպցրու, ծախել, պաս տվել ադրբեջանական հետախուզությանը, պատկերացնում եք, սրան նայեք, դուք պատկերացնում եք, ժողովուրդ, ես չգիտեմ, վերցնեմ գրեմ ամերիկյան պոլիցիային, սրան մի հատ տանեն, լավ նստացնեն իրանց խուցերում, թե ինչ ա պետք անել, որ արդեն մի 15 տարի ա, ամեն օր իմ մասին ա գրում այսենց բաներ ու հետա պնդում ա ինձ ամեն տեղ չկա, որ ինքը չբուսնի, ես իրան էլ չգիտեմ, այնքան եմ ջնջել, բայց ինքը ամեն տեղից դուրս ա գալիս, ոնց եք կարծում, ինչ կարելի ա սրա հետ անել, այս հիվանդը որտեղից ա չեմ հասկանում, ինչ ա ուզում ինձանից, 15 տարի անցել ա գիտեք, այս ցիլոն 15 տարի անցել ա, սորավնո ինքը այսենց խփնված ա վրես։